Ժորժան, մեկնաբանություններում շատ արդարացիորեն քաղաքացին գրում է, որ դուք ինչ գործ ունեք, ես իմ թոշակը, որ որոշել եք, որ միայն քարտով պետք է հիմա թոշակը ստանան, արձերն չստանան, իշխանություններն են որոշել, կառավարությունը, մարդիկ ասում են, տեսեք, ուրեմն ինչի են դա անում, հա, անում են նրա համար, որ իբր ցույց տան, որ մենք հետ վճարային ենք տալիս, թոշակները հետ վճարայինով բարձրացրել ենք, հիմա միայն քարտով թող ստանան ու այդ հետ վճարայինից օգտվեն։ Բայց որ թոշակառուները ասում են, գիտեք, մենք հետ վճարայինից չենք կարողանում օգտվել, որովհետև մենք ոչ կանխիկ առևտուր չեն կարողանում անել մեր գյուղական համայնքներում, մարզերում տեղեր կա եւ դա օբյեկտիվորեն է, որ շուկա են գնում եւ այլն չեն կարող անեն։ Կամ ասեն քարտից պետքա հանեն, տանեն հարսանիքի նվեր տան կամ կնունքի նվեր տան կամ չգիտեմ, ծնունդի նվեր տան 1000 ու մի բան կա, հա։ Դուք ինչ գործ ունեք, մարդիկ քարտով կստանան, թե քարտով չեն ստանա։ Սա ասում են քաղաքացիները, սա ասում են թոշակառուները։ Խնդրեմ, սա ընդհանրապես հարյուրավոր, հազարավոր մեկնաբանություններից մեկն է։ Բայց որ մարդիկ ասում են հետ վճարայինի փոխարեն թոշակը բարձրացրեք, դուք դա չեք անում, չեք լսում թոշակառուներին։ Մենակ ասեք, մենք թոշակը արդեն բարձրացրել ենք, հեսա հետ վճարային գնացեք ապրեք։ Նախ մարդիկ չեն կարող դրանով ապրել, որտեվ գնաճը ահա որ, հեսա կոմունալները, ձմեռը եւ այլն, բարձրացրեք թոշակները 50%-ով, բարձրացրեք թոշակները, սա թոշակառուների հանրային պահանջն է եւ ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը ես ամեն ինչ անելու եմ թոշակառուների հետ միասին, որ թոշակները բարձրանան, որտեղ մարդիկ մեր մեծերը, մեր տարեցները չեն կարողանում անգամ գոյատևել Հայաստանում այս գնաճի պայմաններում։ Ժորժան, խնդրում տարածեք, թող տեսնեն, որ մենք շատ ենք, տարածեք, մեկնաբանություններում գրեք եւ բաժանորդագրվեք իմեջին։